Գիտեք, շատ կարևոր է նաև, որ խաղաղություն ունենանք։ Իսկ այդ խաղաղությունը մեր Տերն է տալիս։ Ես ամիսներ առաջ աշխատում էի, լինում է, որ իմ գործը կապված է ներքի հետ, պաստառներ եմ վակցնում պատերին, տենց ես կլիենտ ունեի, գնացի իր մոտ աշխատելու, ես այդ կլիենտի մոտ արդեն 4 տարի առաջ երևի աշխատել էի, ու ինքը advocat է, ամենով advocat է, ու իր կինն էլ ունի ֆարմա այդ ապտեկաների on-line ցանց, հարուստ մարդիկ են։ 4 տարի առաջ որանց մոտ աշխատել էի, լրիվ ուրիշ իր տեսքը լավ 40 տարեկան երիտասարդ է այդ advocate-ը, Ալեքսանդր անունը։ Իսկ այս վերջում, որ ես գնացի 4 տարի անցել էր, երբ որ ես դուռը բացեցի, ոնց որ ես իրան չճանաչեի, որովհետև դեմքը փոխվել էր նրան, որովհետև ծերացել էր, չգիտեմ, տխուր էր լրիվ, ոնց որ մի բան լներ, ասեի, ինչ ա եղել քո հետ, բայց դե իհարկե մենք այնքան մոտ չի հարաբերությունը, որ դու մի անգամից հարցնես ինչ ա եղել, ու ես մտածում ինքը գործը ցույց տվեց, դրսի հետ էլ կապված գործ կար, ես սկսեցի աշխատել, ու ինքը մոտեցավ, եկավ ու ասեց ոնց ես Արսեն, քանի տարի անցել է, ասեցի լավ եմ, ասեց ես այդքան էլ լավ չեմ, ասի բա ինչ ա եղել, ասում ա դե 40 տարեկան եմ, բայց մեջքս ցավում ա։ Ես էլ ասի Ալեքսանդր, իմ մեջն էլ ա ցավում, Աստծո ողորմությամբ գործ ենք անում, բանի տեղ չեմ դնում, պարտիրոջ, ասում ա գիտեմ, քո գործը ցավում ա ծանր աշխատանքից, դու տարիներով ծանր աշխատանք ես արել, բայց իմ մեջքը, իմ մարմինը չի ցավում է ծանր աշխատանքից, այլ սպազմ է, մտքից, դիպրեսիայից, ու գիտեք ինչ կարա լինի, երբ որ մարդը ունի իրանց տան առաջ կանգնած էր երկու հատ այդ վերջի աուդիներից էլեկտրական, իրանք շատ հարուստ են, մեծ վիլա, լողավազանով, բայց մարդը տխրության մեջ է, մարդը դիպրեսիայի մեջ է։ Երբ որ ես աշխատում եմ ինքը ուրիշ ժամանակ միշտ գործի էր գնում, ես իրան չէի տեսնում, բայց հիմա ինքը տունը նստած, դիվանի վրա պարկած, սենց ված վիճակում, թրաշը, ու երբ որ ինքը գնաց ներս, դե առիթ չեղավ, որ խոսայի, պահալինում չի ստացվում, տիրոջ մասին վկայի, ու մի անգամից այդ հայտնությունն եկավ, ասում եմ, Տեր, փառք ես, այդ խաղաղությունը, որ մեր մեջ դնում ես, կարող է լսենք, ինչ որ հիվանդություն կա մեր մարմնի մեջ, ինչ որ դժվարություն ա եղել, բայց դու խաղաղություն ես տալի մեզ։ Այդ խաղաղությունը ժողովուրդ ամենից վեր է։ Կարող է մենք չունենք այն վիլան, այդ լողավազանները, չգիտեմ, մեքենաները, բան, բայց մենք ունենք Քրիստոսին։ Դա առավել է ամեն ինչից։ Այդ խաղաղությունը, որ կա, դա մի հիանալի բան է։ Դրա համար ձգտենք այդ խաղաղությանը, ուզենք այդ խաղաղության, մոտենանք Տիրոջը, որ այդ խաղաղություն ունենանք։ Այսօրվա իմ խոսքը, երևի արդեն հասկացաք, սկիզբը ես խոսացի վստահիր Տիրոջը։ Եթե ես այսօր հարցնեմ ամեն մեկիդ, ասեմ դու վստահում ես Տիրոջը։ Հարց, դու վստահում ես Տիրոջը։ Բոլորը կասեն այո։ Միանշանակ է։ Ոչ չենք վստահում, ել որ Աստծուն չվստահենք, ում վստահենք։ Բայց արեք ինքներս մեր հետ արդար լինենք, հաճախակի մենք ընկնում ենք դժվարության մեջ ու մենք բռնացնում ենք, որ մեր վստահությունը կարելի ասել 0 էր։ Աստված մեր կյանքերում մենք շատերս վկայել ենք, որ հրաշքներ ա կատարել, մենք շատերս վկայել ենք, բայց գալիս է մի պահ, երբ որ մենք դժվարության մեջ ենք, ոնց որ այդ պանիկայի մեջ չընկնենք, վախի մեջ չընկնենք, ու մեր վստահությունը քչանում է, գործնականում էդի դժվար է լինել։ Դրա համար այսօր ես կխոսամ, թե ոնց անենք, կամ օրինակների մասին կխոսանք, Աստվածաշնչից հիանալի օրինակներ կան, թե ոնց անենք, որ մենք ավելի վստահենք Տիրոջը։ Այն դժվար պահին էլ, երբ որ դու վատ նորություն ես լսում, դու վստահ ես։ Երբ որ հիշում ենք Հոբը, երբ որ լսեց մի օրվա մեջ ամեն ինչը կորցրեց, ինչ որ ուներ, հարազատներին ունեցվածք, նա չընկավ ընկճվեց ու մի անգամից վայվույթ դներ, այ կարևոր է, որ այդ ժամանակին դու փառավորես Տիրոջը։ Իհարկե, սիրելիս, դժվար է, բայց մենք Տիրոջ տված ուժով կարող ենք դա անել։ Համաձայն ես իմ հետ։ Շատերս անցել ենք, չէ՞, այդ ճանապարհով, ու մենք կարող ենք վկայել, ասել։ Արեք տեսնենք Աստծո խոսքն ինչ է ասում։ Ուրեմն Առակաց 3-ի 5-6-ը միասին ընթերցենք, կարդանք։ Առակաց 3-ի 5-6,
Տիրոջը ապավինիր քո բոլոր սրտովը եւ քո բոլոր հասկացողության մի վստահիր, քո բոլոր ճանապարհներում ճանաչիր նրան եւ նա կուղե քո ճանապարհները։ Աստծո խոսքն ասում է ապավինիր ամբողջ սրտով ու քո հասկացողությանը մի վստահիր։ Հաճախ, երբ որ մի բան է լինում, մենք ուզում ենք նախորոք իմանանք, բա ո՞նց կլինի, ով է անելու այս հարցը, այս գումարը որտեղից է գալու, այս բանկը ո՞նց է այս հարցը լուծելու, այս բժիշկը ո՞նց է օպերացիա անելու, լավ կլինի թե չէ։ Նախորոք մենք մտածում ենք, այդ նախորոք մտածելը մեզ գցում է այդ մտածմունքի, դիպրեսիայի, վախի, դժվարության մեջ։ Բայց երբ որ մենք վստահում ենք նրան, դրա համար Տիրոջ խոսքն ասում է՝ մի վստահիր քո հասկացողությանը, այլ ամբողջովին, ամբողջ սրտով վստահիր նրան, եւ նաեւ ասում է, որ նա կուղի քո ճանապարհները։ Հալելույա։ Օրինակ, լավ օրինակ կա նաեւ, երբ որ ինքը Աստված ասում է, որ լավ, արեք այստեղը կարդանք, ես շատ տեղեր կասեմ, բայց իմ բառերով կասեմ, որ երկար չլինի, ուրեմն Ծննդոց 18-ի 14-ում Սիրելիներ, մենք հավատում ենք, մենք վստահում ենք այնպիսի Աստծուն, որ իր համար անհնարին բան չկա, անկարող բան չկա։ Մեր Աստված այն Աստվածն է, որ անհնարին հնարավոր է դարձնում։ Մեր կյանքում տեսել ենք, չէ՞, կարդացել ենք, վստահում ենք, հավատում ենք։ Նա ջուրը գինի դարձրեց, նա մեռած Ղազարոսին քանի օրվա հարություն տվեց։ Շատ դեպքեր։ Դա մեզ զորացնում է, երբ որ մենք կարդում ենք, մենք ընդունում ենք, հավատում ենք, մենք ունենք այդպիսի Աստված։ Բայց ցավոք սրտի հաճախակի վախ է գալիս, կասկած է գալիս մարդինք, բայց մենք ունենք Աստված։ Մենք ունենք վստահելի մեկը, որ միշտ կարող ենք իր առաջ գնալ, իր ոտքերի մոտ գնալ ու խնդրել նրանից, որ մեզ հանի այդ դժվար վիճակից։ Ուրեմն Ծննդոց 18-ի 14-ում Տերը ինքը Աբրահամին ասում է 14-ը, Եհովայի համար դժվար բան կա արդյոք։ Աստծո համար դժվար բան կա արդյոք։ Բայց խի երբ որ մենք ընկնում ենք դժվարության մեջ, ինչ որ մի վատ լուր ենք լսել, մի անգամից սկսում ենք խառնվել իրար։ Աստված ասում է, իմ համար դժվար բան կա արդյոք։ Ուղղակի քեզ պետք է վստահես նրան։ Ու էսի այնտեղն է, որ ասում է, մյուս տարի է ժամանակ կգամ, Սառան մի որդի կունենա։ Աբրահամ ու Սառան տարիքով էին։ Նրանք տարիներ, Աբրահամը հիշում ենք, այդ պատմությունը երեխա չէին կարողանում ունենալ, նա ինքը իր ծառայի հետ է կիսվում, որ ուզում է զավակ, բայց իրանք չէին կարողանում ունենալ, որովհետև ծեր էին։ Բայց Աստված անհնարինը հնարավոր դարձրեց։ Ու նրանք ունեցան զավակ, Իսահակին ունեցան։ Գիտեք, շատ հաճախ մենք խնդրում ենք Աստծուն, Աստված խոստում ունի, տալիս է, բայց այդ ընթացքում, երբ որ մինչև այդ խոստումը կատարվի, մենք ինքներս մարդ ենք, ուզում ենք մենք մեր ձևով այդ հարցը լուծենք։ Եղել է քո մոտ, որ ստանում ես Աստծուց խոսք կամ խոսքի միջոցով կամ քարոզիչի միջոցով, ավակի միջոցով, բայց գնում ես տուն ասում ես կարողա չլինի, կարողա ես այս բանն անեմ, ու նայում ենք Աբրահամի ու Սառայի կյանքը, նրանք էլ ուզեցան Աստծուն օգնեին։ Սիրելիս, պետք չի դու քո ձևով Աստծուն օգնես։ Դու վստահի նրան, դու տուր նրան ամեն ինչը, նա կանի։ Երբ որ դու ստանաս Աստծուց խոսք, դու արա այս քայլը, դա ուրիշ բան։ Բայց Սառան, Աբրահամը եւ Սառան ուզեցան Աստծուն օգնեին, բայց դա ճիշտ ճանապարհ չէր, դա ճիշտը չէր։ Ծնվեց Իսմայելը, բայց Աստված արդեն նախասահմանել էր, որ պետքա Իսահակը ծնվեր։ Դրա համար թող որ Աստված գործի քո կյանքում ու շատ հաճախ այս դեպքերում Աստված մեզ սովորեցնում է, բայց ոնց սովորեցնի մեզ Աստված։ Այս դժվարությունների միջոցով, փորձությունների միջոցով, վստահելու միջոցով Աստված ունի ճանապարհներ, որ քո հետ խոսա։ Ու հաճելի է, երբ որ դու լսում ես Աստծո ձայնը։ Մի յուրաքանչյուր մարդ բախվում այնպիսի հանգամանքների, որոնք չի կարողանում հասկանալ կամ փոխել։ Գիտեք, լինում է, որ սիտուացիան չի փոխվում, բայց մեր ներսում է փոխվում։ Մենք մեր ներսում հաղթանակած ենք զգում։ Ոնց որ ասեցի, ես այդ երիտասարդի այդ advokati հետ խոսում էի, իր ներսում ամեն ինչը քանդված էր, հույս չուներ 40 տարեկան էր։
Բայց այս ընթացքում, որ իր հետ խոսում էի, Տերը նորից բացեց, որ ես ունեմ Աստված, ես ունեմ հույս, ես ունեմ ապագա, որ ես ունեմ Աստված, ինքը միշտ ինձ օգնում է, միշտ առաջնորդում է, դա մեր վստահությունն է, սիրելիներ։ Աստված օգնում է տարբեր իրավիճակներում եւ սովորեցնում է մեզ։ Երբեմն ապագան գիտենք, կամ ասենք լինում է, որ ասենք երեխան եկել է ու ասում է, պապ, այս խնդիրը պետք է լուծվի, դու էլ ասում ես, տղա ջան, ես դպրոցում գիտես 5-եր էի ստանում, հեսա այս խնդիրը իմ համար դժվար բան չի, կլուծեմ, իմ մոտ եղել է մի քանի անգամ, ու ես նայեմ եմ այդ խնդիրը չեմ կարողանում լուծել, ոնց որ ամոթ անեմ։ Նախորդ ես սկսեցի ինձ գովալ, բայց լինում է, որ չի ստացվում, ու այդ պահին, որ ամոթով չմնամ, սկսում եմ Տեր, օգնիր ինձ, տուր ինձ իմաստություն, այս խնդիրը որ լուծեմ, ես ախր ասել եմ, ես ինձ գովացի, դրա համար պետք չի, որ մենք մեր վստահությունը այնքան շատ լինի, որ ինքնավստահ լինենք։ Տուր Տիրոջը, ամեն մանր բաները տուր Տիրոջը, եւ Տերը գեղեցիկ ձևով կուղի այդ ամեն ինչը կառաջնորդի։ Երևի քո կյանքում էլ է, ինչ որ ասում եմ, ես գիտեմ, մենք մարդ ենք, մեր կյանքում մենք անցնում ենք այդպիսի բաներ, դրա համար ոնց որ կարդացինք առաքած, քո հասկացողությանը մի վստահիր, որտեղ մեր հասկացողությունը շատ անգամ ոնց կլինի, որ մեռած մարդը հարություն առնի, ոնց կլինի այդպես, կլինի, որտեղ մենք ունենք ամենակարող Աստված, մենք ունենք զորավոր Աստված, մենք ունենք Աստված, որ երկինքն ու երկիրն արարել, ու մենք ծառայում ենք այդպիսի Աստծուն։ Աստծուն վստահել նշանակում է հավատալ նրան, նույնիսկ այն ժամանակ, երբ տեսնում ենք, որ խնդիրը լուծված չի։ Հավատքը չի նշանակում, որ մենք դժվարություն չունենք։ Կլինեն դժվարություններ, բայց Աստված հավատարիմ է, Աստված խոստացել է եւ Աստված իր խոսքի տերն է, որովհետեւ նա խոստացավ Աբրահամին ու Սարային, որ կունենակ զավակ, նրանք ունեցան։ Աստված էլի շատ խոստումներ ա տվել ինձ ու քեզ։ Մեզ պետք է այդ խոստումը պահել, պետք է հավատարիմ մնալ, իսկ նա միանշանակ հավատարիմ Աստված է։ Հիշենք Աբրահամին, երբ որ Աստված կոչ արեց նրան լքել իր հայրենի երկիրը եւ խոստացավ նրան, որ բազմաթիվ ազգերի հայր կլինի, Աբրահամը չգիտեր ուր է գնում։ Այսօր մեզ ասեն քո տնից թող այդ ամեն ինչը, քո այդ շինած տունը, այդ ամեն ինչը քո ծնողներին ու գնա մի երկիր։ Բոլորը կասեն, «Իսուր ես գնում, ումից ես ստացել, ում ես լսել, ում ես հավատում», բայց Աբրահամը վստահեց Աստծուն։ Դա շատ կարևոր է, որ մենք վստահենք Աստծուն ամեն ինչում։ Եվ Աբրահամը օրհնվեց եւ Աստված իր խոստմունքը կատարեց ու նա եղավ, այսօր մենք ասում ենք հավատքի հայր Աբրահամին։ Իհարկե նա շատ դժվարություններ անցավ, բայց իր կյանքում օրհնություն էր միշտ։ Ու մենք կարդում ենք, որ Աստված նրա հետ էր, որովհետև նա լսող ականջ ուներ, նա հնազանդ էր, նա հեզ էր։ Նաև լավ օրինակ է Դանիելի օրինակը։ Մենք կարդացել ենք, գիտենք Դանիելին, Մարգարե Դանիելին։ Ուրեմն գրված է Դանիել 3:1, Դանիել 3:1։ Ել ես իմ բառերով ասեմ, հետո այդ կարևոր տեղը կկարդամ։ Այն ժամանակ Նաբուղադանոսր թագավորը պատրաստեց ոսկե արձան 60 կանգուն բարձրությամբ եւ այնտեղ ասում է թե լայնություն, երկարություն, ուրեմն այդ 60 կանգունը, սիրելիներ, դա համեմատվում է, չափվում է 45 սանտիմետրի հետ, նշանակում է, եթե մի կանգունը 45 սանտիմետր է, մոտավորապես 60 կանգունը լինում է 30 մետր, ուրեմն մի հսկա 2 պատալոկի չափ երևի ոսկե արձան ու ասում է, երբ որ շեփորի ձայնը լսեք, պետք է բոլորը գաք ընկնեք այդ արձանի առաջ ու երկրպագեք նրան։ Իսկ հավատացյալի համար ի՞նչ է դա նշանակում։ Ոնց կարաս երկրպագես չաստվածի կամ մի բանի, որ նա կենթանի չի։ Իսկ Դանիելի ընկերները, նրանց անուններն էր Սեդրակ, Միսակ եւ Աբեդնագով, նրանք չեն ուզում դա անել։ Ու արեք կարդանք 17-ը, թե ինչ են ասում։ Եվ Սեդրակը, Միսակ եւ Աբեդնագովը պատասխանեցին եւ ասեցին թագավորին. մենք պետք չունենք այս բանի մասին քեզ պատասխան տալու, որտեղ նա կանչում է թագավորը իր մոտ, ասում է. «Իս ով եղաք, իս ինչ եք անում, ոնց թե իմ հրամանին չեք լսում»։ Դրա համար նրանք այտենց են պատասխանում.
այնքան են ոգևորվել, իրանք վստահում էին Տիրոջը, որ այդպես են պատասխանում, ով Նաբուկադանոսը։ Ահա մեր Աստված, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցիցը, եւ քո ձեռքիցն էլ ով թակավորն է մեզ կազատի։ Գիտեք, երբ որ այդ հրամանը լսում են, նրանք չեն ասում, վայ, ոյ, դե լավ, գնանք մեռնենք, էլի մի բան կլինի, չգիտեմ, Աստծո համար։ Բայց նրանց վստահությունն այնքան շատ էր Աստծո վրա, որ ասում են, երբ որ մենք մտնենք էլ ընդ մեզ ոչ մի բան չի լինի։ Սիրելիներս, այդ է մեր վստահությունը, այդ է մեր հավատքը, որ մենք դրանով առաջնորդվենք, որ մենք վստահենք ամեն ինչու մեր Տիրոջը։ Ու տեսնում ենք հիանալի օրինակը, նրանք ասում են, մենք մեր Աստված մեզ կհանի այդ կրակով լցված հնոցից ու այդպես է լինում է։ Աստված ազատում է նրանց։ Ու գիտեք, իմ կյանքում էլ ա եղել դեպքեր, երբ որ դժվարության մեջ ես, երբ որ այդպեսի ստուգարքի մեջ ես կամ ու քեզ ճիշտ ես պահում, ու քեզ պահում ես այն ոնց որ Աստված կուզեր, ու դա կողքից երևում է։ Երբ որ մեկը քեզ նայում է, տեսնում է քո մեջ այդ Տիրոջ ուժը, տեսնում է Տիրոջ ներկայությունը, ու դա մեծ օրհնություն է լինում, սիրելիներս։ Ու ստեղ տեսնում ենք, այդ շարունակում ենք այդ խոսքը որ կարդանք, գրված է, որ երբ որ Նաբուկադանոսր թագավորը տեսավ, իր համար զարմանալու բաներ, ոնց կարար այդպես ինքը հրամայել էր, որ մեծ ուժգնությամբ կրակով վառեին այդ հնոցին, բայց նրանք դուրս եկան ու ասմասյանից հետո պետքա բոլորը պաշտեն Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի Աստծուն։ Եղել է որ քո կողքի մարդիկ ասել են Երանի քեզ, Երանի քո Աստծուն, ինչ լավ է որ դու Աստծուն ես ծառայում։ Մենք տեսնում ենք որ Աստված է քո հետ։ Դու էլ այդպիսի կյանք ապրի, որ կողքիններդ, հարազատներդ տեսնեն քո մեջ Աստծո ներկայությունը։ Դա մեզանից է կախված, թե մենք ոնց ենք անցնում այդ դժվարությունները, ոնց ենք վստահում։ Հələ պատկերացրա մի մարդ, երբ որ հավատքի մեջ է, գիտես տարիներով ինչ մի սիտուացիա է լինում, պանիկայի մեջ է, վայվուի մեջ է, դժվարության մեջ է, տրտունջի մեջ է, ինչ սովորես այդ մարդուց։ Բայց երանելի են մարդուն, որ ճիշտ ձևով կարողանում է հաղթահարել այդ դժվարությունները։ Հիշենք Պետրոս առաքյալին։ Մինչև նա նայում էր Հիսուսին, չէ, քայլում էր ջրերի վրայով։ Ջրի վրայով քայլել մի հիանալի բան է, դա արտարոս դեպք է, ոնց կարա մարդը ջրի վրայով քայլի, բայց երբ որ նա սկսեց ուղղությունը դեպի քամին, դեպի ալիքները, ոչ թե Հիսուսը, նա սկսեց խորտակվել։ Այդպես էլ մեր հետ է լինում, երբ որ մենք կենտրոնանում ենք դժվարության վրա, չենք կենտրոնանում Հիսուսի վրա, մեր կյանքում էլ է լինում այդ դժվարությունը։ Դրա համար պետք չի կենտրոնանալ դժվարության վրա, այլ պետք է կենտրոնանալ Տիրոջ վրա, նրա խոստմունքի վրա։ Ուրեմն Աստծո հանդեպ վստահությունը դրսևորվում է, ես 3 պունկտեր եմ գրեի մոտ։ Ուրեմն առաջինը, սիրելիներ, աղոթքով, երբ մենք մեր խնդրվածքը, մեր դժվարությունները, մեր խնդիրները աղոթքով բերում ենք Տիրոջ առաջ։ Չէ՞, կա ստեղել կարիքներ, երբ որ մենք ամեն անգամ, իհարկե Տերը գիտի այդ ամեն ինչը, բայց մենք էլի Տեր տալիս ենք քո ձեռքերի մեջ, ամեն այս կարիքը, ամեն այս դժվարությունը։ Ուրեմն առաջինը աղոթքով, լավ իրար հետ կարդանք Փիլիպեցիս 4:6-ից 7-ը, բացենք Փիլիպեցիս 4:6-ից 7։ Մի մտահոգվեք որևէ բանի համար, այլ ամեն ինչում, ստեղ շեշտում է աղոթքով եւ աղաչանքով, գոհությամբ, թող ձեր խնդրվածքները հայտնի լինեն Աստծուն, եւ Աստծո խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու միտքը Քրիստոս Հիսուսի միջոցով։ Ուրեմն ստե մենք տեսնում ենք Պողոս առաքյալը այն անձնավորությունն է, որ ինքն ասում է, ես սովորեցի, չէ, թե դժվարին պահին, թե լավ պահերին փառավորեմ Տիրոջը, երկրպագեմ նրան։ Ինքն էլ է շատ դժվարություններով անցել, մենք գիտենք, կարդում ենք նրա խոսքը, նա է գրել ու ասում է, որ աղոթքով, աղաչանքով գնանք նրա առաջ։ Երկրորդը մոտ նշել եմ, որ գոհությամբ։ Գիտես, երբ որ դու դժվարության մեջ ես, դժվար է
տես ձեռքի հետ բարձրացնես, ուրախանաս, ասես, «Էս ինչ հիանալի բան է այս դժվարությունը»։ Ես ինչ հիանալի բան է, որ ես հիվանդ եմ։ Ես ինչ հիանալի բան է, որ ես շատ մուծումներ ունեմ կամ ֆինանսական խնդիրներ, ոչ։ Բայց ոնց որ այսօր Օֆելա քույրը խոսած այդ սրտի կարգավիճակն է, երբ որ դու քո սրտում արդեն հաղթած ես զգում, քո սրտում վստահություն ունես Տիրոջ վրա, որ կարող ես, արդեն Աստված քեզ օգնել է, դու կհաղթահարես ու դրանից գոհանում ես։ Տարիներ առաջ, երբ որ մեր կյանքում ավտովթար եղավ, սիրելիներ, մեր մեքենան լրիվ ամբողջովին վնասված, ջարդված, իր այդ պարկերը, անվադողերը երևի մեկը լրիվ ընդհանրապես չկար, մեկը լրիվ ծրված էր, այդ բագաժնիկը բաց, չգիտեմ, հազիվ ես մեքենայից դուրս եմ եկել, դուռը բացել եմ, ու երբ որ ես նայեցի իմ կնոջի, իմ երեխաներին, ամեն ինչ լավ է, ու ես ձեռս բարձրացրի երկինք ու սկսեցի Տիրոջը փառավորել։ Հեշտ չէր այս պահին, բայց այսօր ձեր մոտ կանգնած ասում եմ, դա ինձանից չէր, դա Տիրոջից էր, դա Տեր այդ ուժը դրեց, այդ վստահությունը իր վրա դրեց, երբ որ ես սկսեցի փառավորել, երբ որ ես սկսեցի փառավորել նրան, այդ ամեն ինչը փոխվեց այդ սիտուացիան, ու իմ մոտ չգիտեմ, այնպես մի ուժ եկավ, որ ամեն ինչ կլուծվի, ամեն ինչ կլուծվի, բայց ես չեմ ուզում, ես էլի ստեղ վկայել եմ, ուղղակի դեպքն դրա մասին էր ասեմ, որ մենք 600 կիլոմետր հեռու էինք մեր տնից, Գենտից, արագընթաց ճանապարհի վրա մեքենան մեջտեղը լրիվ փակել էր, մեքենաները կանգնած էին, ապակին ինքը բան ուներ, ապակյա տանիք ոնց են ասում, հայերեն այդ մեքենան այդ ապակին համարյա ինքը փշրվել էր, որտեղ կտորներ էրի, չէ, ու այդքանից հետո, երբ որ ես կանգնեցի, հիշում եմ իմ կին Օֆելյան ասեց, բա հետո նորմալ է այդ հարցը տան, բա հետո ինչ ենք անելու, մեր ավտոն ջարդված է, մենք խառն ենք, ու այդ պահին ես ասեցի Տերը կհոգա։ Լինում է բաներ քո կյանքում դժվար պահ, թե տան մեջ որպես տան պատասխանատու, ամուսին կամ գործի մեջ, այնտեղ ես պատասխանատու կամ ծառայությունների մեջ ու դժվար մի իրավիճակ է, ու քեզ հարցնում են, բա հետո, բա ո՞նց անենք, բա ինչ անենք։ Գիտես, պետք չի որ քեզ իմաստունի տեղ դնես, երբ որ չգիտես մի բան, ուղղակի զուտ ասելու համար ասես, դե լավ կլինի, հեսա էս կանեմ, էսպես կլինի։ Ամոթ չի որ երբեմն ասես, ես չգիտեմ։ Բայց այդ ես չգիտեմի վրա ոչ թե մնանք, կան այդպիսի մարդիկ կյանքում, որ միշտ չգիտեն, միշտ չեն կարա, միշտ այստեղ Բելգիայում ասում են երկու աջ ձեռքանի, թե ձախ ձեռքանի, որ ոչ մի բան չեն կարողանում անել, ոչ իմ հույսն Աստված է։ Տերը կհոգա։ Ես չեմ իմանում հիմա։ Եղել է քո կյանքում, որ դու չես իմանում այս պահին, բայց ես զորություն ստացա, երբ որ Աստված ասեց ամեն ինչ լավ կլինի։ Ես այդ հայտնությունը ստացա Տիրոջից, թե Աստված մեզ փրկել էր, որ մենք չէինք մահացել, դուրը բացվել էր, մենք այս մեքենայից դուրս ենք եկել, նշանակում է Աստված մնացածնել կաներ։ Պետք չի դու ընկնես պանիկայի մեջ, վստահիր Տիրոջը։ Ու դա ինձանից չէր իրոք, երբ որ ես սկսեցի ձեռս բարձրացնել, այստեղ Ֆիլիպեցիներին ասում է գոհությամբ, գոհացիր Տիրոջից, ամեն ժամանակ, ամեն ինչի համար, նրա կամքը բարին է, նրա կամքը կատարյալն է, նա սովորեցնում է քեզ, նա ուղղում է քո ճանապարհները, մենք կարդացինք իր խոսքն ասում, բայց ինչ ձևով Աստված խոսա, ուղի, մենք անցնում ենք տարբեր ճանապարհներ, բայց դրանք մեզ զորացնում են, բայց դրանք մենք լավ օրինակներ են, որ մենք ավելի առաջ գնանք։ Գիտեք, մի օրինակել ունեմ հետաքրքիր, տարիներ առաջ, երբ որ մենք ապրում էինք, ուրեմն ապարտամենտ էր 6 հարկանի, լիֆտով էր, կային նաև աստիճաններ եւ լիֆտ։ Իմ տղան, իմ մեծ տղան Գևորգը, չգիտեմ, երևի 6 տարեկան էր, նոր էր սկսել գնալ դպրոց, թե 5 էր, չեմ կարող հաստատ ասեմ, բայց փոքր էր։ Ուրեմն մեր տանից երևի մի 600 մետր այն կողմ, բայց երկու ճանապարհ պետք է անցնեինք զեբրապատով, հացի խանութ կար։ Պետքա գնայի հաց առնեի, դե Գևորգը գիտեր, որ ես ամեն անգամ կամ եմ առավոտ երկու օր մեկ գնում եմ հաց առնելու։ Ասում պապ, ես գնամ հաց առնեմ, որ մենակ։ Տղա ջան, մենակ։ Փոքր է։
Հա, պապ, ես գնամ էլի հաց առնելու։ Հա, ու կինս էլ նայում է ինձ ասում է մտածում է երևի կթողի ես փոքր երեխուն, որովհետև ճանապարհ պետք է անցնի, այնտեղ չկա այդ սվետաֆորները, այդ լույսերը, որ կանգնի, պետքա լինում է, չէ՞, մեկ-մեկ կանգնում ես այդ զեբրապատի վրա, մեքենան անենց է գալ, ասում ես, չտեսավ ես օրը ցերեկին ո՞նց է անցնում, ծնող ես, մտահոգվում ես, ո՞նց կարա անցնի, բա ո՞նց էլ վստահես, ո՞նց անես, որ երիտասարդը կամ երեխան կարա ինքնուրույն լինի։ Ես իմ մտքում ասի դե լավ, թողեմ, վստահեմ, թող գնա։ Հա, ուրեմն ինքը իջավ, բայց իմ ոնց որի մեջ մի փոքր անհանգստություն կար, ասի պետք է գնամ հետևեմ, թե ինչ է անելու։ Հա, ուրեմն ինքը լիֆտը մինչև սխմում է, կանչում է լիֆտով իջնի, ես էս աստիճաններով իջնում եմ։ Ինքը գնում է, ես իր հետևից գնում եմ։ Լինում է որ կինոների մեջ տենում ես, սենց մեկը գնում է, այս մյուսը հետևում է, այնքան օրը ցերեկ է, բաց է, ասում ես, այս է կինո է։ Ոնց որ ես էլ տենց էլ իրոք այդպես, բայց ինքը որ այնքան խառնված է իրար, փոքր է, ոնց է գնալու, ինչ անելու, ինքը չի զգում իր պապան, ով է իր հետևից, ինքը սենց լուրջ գնում է իր ուղղություն, ունի ուղղություն, այս հացի խանութը գնա, անցավ այդ զեբրապատ, ասում եմ, մապրես Գևորգ ջան, ես իմ մեջ մյուսը անցավ, երկու հատ անցնի, մտավ խանութ, այդ պահին այդ տխրապարակը, որտեղ որ ես ապրում էի, մեծ եկեղեցի է, դրա հետևում կանգնեցի, որ հետ գալուց ինձ չտեսնի։ Նույն ձևով սիրելիներս, ես իրան նայեցի, ինքը եկավ մտավ տուն։ Էլի լիֆտով բարձրացա վերև, ես աստիճաններով։ Երբ որ մտա, Օֆելյան արդեն սրտադրով սպասում էր, դե ոչ հեռախոս, ոչ բան, ինչ է լինելու։ Չկան իմ ամուսինն, իմ տղան։ Հա, ամեն ինչ լավ էր, ամեն ինչ գնաց, եկավ։ Գիտեք, այդպես էլ Աստված, ես այդ ինչի եմ ես պատմում ձեզ, դա իմ հայտնությունն էր, որ Աստված ասում է գնա մի բան արա։ Մենք մեր կյանքն ապրում ենք, գործի են գնում, ինչ որ մի բանով ենք զբաղված, բայց իր ներկայությունը միշտ մեր հետ է։ Իր պաշտպանությունը միշտ մեր հետ է։ Ամեն, որովհետև Գևորգը չէր զգում, ինքը որ իր պապան իր հետևից է, բայց իր պապան իր հետևից էր հո, ես իր հետևից էի, ֆիզիկապես։ Այդ նույնն էլ Աստված ելիներս։ Միշտ իմացի, որ Աստված քո հետ է։ Աստված օրհնում է, Աստված քո հետևից է, քո առաջից է, ինքը օրհնում է, պաշտպանում է, դա մեր հավատքն է, թեկուզ կարող է դու չզգաս այդ ներկայությունը, մենք մարդ ենք, հաճախակի ասում ենք, չգիտենք, էմոցիաներով, այդ դողով, լացով, հա, էդի որ չի լինում, ասում ենք, չէ, Աստված ինձ թողել է, ոչ, Աստված երբեք չի թողնում, եթե դու վստահում ես, ընդունել ես նրան, սիրում ես նրան, նա միշտ օգնում պաշտպանում է։ Այդ օրինակը նրա համար էր, որ իմանաս Աստված միշտ քո հետ է։ Ու նա սովորեցնում է։ Ու լինում ասում է, ապրես, այսպես լավ էր, այնպես լավ էր։ Ու ես եկա տուն ու Գևորգն էլ երբ որ տեսավ զարմացավ, պապ, դու եկել ես իմ հետևից, ասի, հա, եկել էի քո հետևից։ Փառք Տիրոջը, իր սիրո համար, իր հոգատարության համար։ Ծննդոց 22-ի 7-8 արեք միասին նաև կարդանք։ Ծննդոց 22 7-8-ը։ Երբ որ ասեցի սիրելիներ, մեր կյանքում դեպքեր են լինում, կանգնում ենք ու ասում ենք, ես չգիտեմ, Աստված կհոգա, այստեղն է նա, որ ինձ Աստված ինքն է ասում, ուրեմն եւ Իսահակը խոսեց իր հայր Աբ รา համի հետ եւ ասեց, ուրեմն ով որ այդ տեղը չի մանում, մի փոքր ես իմ բառերով ասեմ, սա այնտեղն է, որ Աստված, երբ որ տվեց Աբ รา համին, այսօր օրինակները շատ Աբ รา համից է, երբ որ տվեց չեն ունենում տարիներով որդի Իսահակին, ու մի օր Աստված փորձում է նրան ու ասում է, որ քո սիրելի ու միակ որդուն, շեշտում է, տար զոհաբերի իմ համար, ողջակեզ արա, ու տեսնում ենք, որ Աբ รา համը հոնար, հեստ, հնազանդ, անում է այն ինչ որ Աստված իրան պատվիրել էր։ Ու նրանք երկուսով առավոտյան բարձրանում են Սարը ու կար այդ վառելու փայտը, կրակը, բայց զոհը չկար։ Ու Աբ รา համը Իսահակը հասկանում է, երեխա էր, բայց հասկանում է այս ու այստեղն է մենք միասին կարդանք եւ Իսահակը խոսեց իր հայր Աբ รา համի հետ եւ ասեց. հայր իմ, եւ նա ասեց, ահա ես որդիս, եւ նա ասեց, ահա կրակը եւ փայտը, բայց ուր է ողջակեզի համար գառը։
Եվ Աբրահամն ասեց. Աստված կտեսնե իր գառը ողջակեզի համար որդեակս։ Ուրիշ թարգմանություն Աստված ասում Աստված կհոգա, տարբեր թարգմանությունները մի քիչ նույնը Աստված կտեսնե, Աստված հոգ կտանի։ Գիտեք, նա իր վստահությունն էր Աբրահամի։ Այս պահին ինչ պատասխանի, ինչ ասի։ Ու մենք տեսնում ենք այդպես է լինում, երբ որ նա ուզում է արդեն զոհաբերի իր որդուն, չէ, սեղանի վրա արդեն այդ զոհի գառն է լինում ու Իսահակը չի զոհաբերվում։ Դա վստահություն է Տիրոջը։ Հիանալի օրինակներ են, որ մեզ սովորեցնում են դրանք ու մեզ ուժ են տալիս։ Կա մի օրինակ էլ մենք միասին կարդանք, էլի երկար է, բայց կփորձեմ իմ բառերով խոսել, որ հասնեմ էլի այդ կարևոր տեղերին, նոր միասին կկարդանք։ Ուրեմն այդ պատմությունը Եղիսեի, մարգարե Եղիսեի հետ է կապված ու մի կնոջ դա գրված է ուրեմն 4-րդ թագավորաց 4-րդ գլխում։ Ես ասեմ որտեղից կարդանք։ Ուրեմն 4 թագավորաց 4-ի 8-ից կարդանք միասին ու ես կաշխատեմ իմ բառերով ասեմ, որ շատ երկար չլինի։ Ուրեմն 8-ը եւ մեկ օր Եղիսեն անց էր կենում Սունամով, դա քաղաք է գյուղ է, երևի, եւ այնտեղ մի հարուստ կին կար։ Եվ նա նրան ստիպեց հաց ուտելու եւ քանի անգամ որ այնտեղով անցնում էր անց էր կենում գնում էր այնտեղ հաց ուտելու եւ նա ասեց իր մարդին ահա գիտեմ որ այս Աստծո մարդը սուրբ է։ Գիտեք շատ կարեւոր է ու հիանալի բան է երբ որ դու պատվում ես Աստծո մարդուն։ Ստեղ այս մարդիկ գիտեին, տեսել էին, զգում էին որ նա Աստծո մարդ է, նա սուրբ է, որը շարունակեմ, որը միշտ անցնում է մեր մոտով։ Թող մի փոքր վերնատուն շինենք պատի վրա եւ նրա համար այնտեղ անկողին սեղան, աթոռ եւ աշտանակ դնենք, որ մեզ մոտ գալիս այնտեղ գնա։ Եվ եղավ 11-ը մեկ օր, որ նա եկավ այնտեղ եւ գնաց վերնատուն եւ այնտեղ պառկեց։ Եվ իր ծառա Գեզեին ասեց. այն սունամացի կնկան կանչիր եւ նա նրան կանչեց եւ կինը կանչեց կանգնեց նրա առաջին եւ Եղիսեն ասում է ինչ անեմ այս կնոջ համար որովհետեւ այս կինը իրան կերակրում է այս կինը տեղ է տվել չէ պատկերացրա դու մի մարդու տեղ ես տալի քո տան մեջ ուտելիք ամեն անգամ ու որոշում է որ ինչ լավություն անենք ու հարցնում են ինչ ես ուզում այդ կնոջը կինը ասում է որ ոչ մի բան բայց իր ծառան իր օգնականը Գեզին ասում է, որ իր մարդը մեծահասակ է արդեն, ծեր է, այս կնոջ, ու իրանք երեխա չունեն։ Ու Եղիսեն ասում է, կանչում է այդ կնոջը ու ասում է, մյուս տարի այս ժամանակ, որ ես կգամ, ու դու արդեն երեխա կծնես։ Նրանք տարիներով չունեին երեխա։ Գիտեք, շատ կարևոր է այստեղն էլ, երբ որ դու պատվում ես Աստծուն կամ Աստծո մարդուն, Աստված ունի օրհնելու ճանապարհներ։ Մի անգամից այդ պատասխանը գալիս է ու Աստված օրհնում է երեխայով ու նրանք երեխա են ունենում 18-ից կարդանք եւ երեխան մեծացավ եւ մեկ օր գնաց հնձողներին իր հոր մոտ եւ ասեց իր հորը գլուխս եւ նա ծառային ասեց նրան տարիր մորը եւ նա նրան վեր առավ տարավ նրա մորը եւ նա մնաց նրա ծնկերի վրա մինչեւ կեսօր եւ մեռավ ցավալի բան է չէ չուներ տարիներով երեխա ունեցավ ու երեխան ինչ որ ստից բանից մահանում է ուրեմն ստեղ շատ կարևոր է սիրելիներ միասին նայենք եւ նա վեր գնաց եւ նրան պարկեցրեց Աստծո մարդի անկողնի վրա եւ յետևիցը կողպեց ու գնաց գիտեք ինչ եմ մտածում երբ որ այստեղը կարդացի մտածում էի դե չգիտեմ այն վաղ կարող ասենց մեծ հիվանդանոցներ չկան ոնց որ այսօր մի անգամից տաներ կամ զանգարեր շտաբօգնություն դաշտի մեջ գային կլներ ֆելշեր կամ ինչ որ մի բան որ իրանք առաջ ոնց են մարդիկ են ժամանակ տարել կամ բժիշկի բայց իր վստահությունը որ տանեմ
տիրոջ տուն, կարելի է համեմատել դա։ Տարավ այն սենյակը, որտեղ որ Եղիսեն էր, որտեղ նա էր ապրում, նա էր նրա միջոցով էր իր օրհնությունը, ու ինքը իր այդ վստահությունն է, որ ասում է տանեմ միանգամից իր սենյակն իր անկողնու վրա, չի գնում այս կողմ են կողմ։ Ոստեղ երբ որ մենք կարդում ենք, միանգամից կողմնորոշվում է։ Ամուսնուն ասում է պատրաստիր ուզում եմ տեսնեմ, հա, էշերի, որ կոպիտ չլիներ հայերեն գրված է, ու որ ես գնամ, ամուսին հարցնում է ուր գնաս, այսօր ոչ շաբաթվա առաջի օրա կամ ամսվա, ու կինն արդեն ուներ իր մտքի մեջ նպատակ, գնա դեպի Եղիսեն, գնա Աստծո մարդը, որտեղ Եղիսեն այդ ժամանակ իրանց տանը չէր, ու ինքն ասում է ծառային, որ մի նայի ոչ մի կողմ, մի անգամից գնում ենք Եղիսեի մոտ, ու Եղիսեն դիմավորում է նրան, ու 30 արենք կարդանք, ուրեմն 4-ի 30-ը, բայց երեխայի մայրն ասեց. կենթանի է Տերը եւ կենթանի է քո հոգին, եթե ես քեզ թողնեմ, եւ նա վեր կացավ գնաց այն կնկա հետ։ Դեք ինչ հզոր բառեր է, հավատքի բառեր է, կենթանի է Աստված։ Դա ինչ է նշանակում սիրելիներ, որ ես վստահում եմ միայն Տերը կարա իմ մեռած երեխուն հարություն տա։ Կենթանի Աստված։ Չէ, հաճախ մենք ասում ենք կամ կենթանի Աստված, դա ինչ է նշանակում, որ դա իզորու է, նրա ներկայությունը կա բժշկելու, օգնելու, հանելու, հարություն տալու։ Դա զորավոր խոսքեր են, որ փոխեց իր երեխու կյանքը։ Կենթանի է Տերը եւ կենթանի է։ Մեկ ես ինքս հարցնում եմ, չես կարդում, որ եկեղեցի էր գնում, Աստվածաշունչ էր կարդում, ինչպեսի հավատք կա այդ մարդկանց մեջ, չէ՞, հիանալի է, ուզում ես դու էլ ունենաս։ Եվ մինչև իրանց գնալը Եղիսեն ուղարկում է Գեհեզին իր օգնականին, ծառային, ասում է իմ գավազանը վերցրա, գնա դիր երեխայի վրա, որ առողջանա, բայց գնում է ոչ ձայն կա, ոչ բան, ոչ իման չի լինում, եւ նա է գնում եւ 32-ը եւ Եղիսեն մտավ տուն եւ ահա տղան մեռած նրա անկողնու վրա պառկած էր։ Եվ նա ներս մտավ եւ դուռը կողպեց իրանց երկուսի հետևից եւ աղոթք հարավ Տիրոջը։ Մենք մի քանի տեղ արդեն կարդացինք, Եփեսացիներում էլ, չէ, կամ որ աղոթքով ամենաառաջինը, որ դու աղոթքով, դա նշանակում է դու ունես հարաբերություն, դու վստահում ես Տիրոջը։ Դե Եղիսեն այն մարգարեն էր, երբ որ կարդում ենք մի քանի գլուխ առաջ, որ ոչ Աստծո, չէ, մարգարեների հետ կանգնում են, նրանք ուզում են կրակ բերեն զոհի վրա ու հրաշք է գործում եւ այդքան ջրով լցված փայտերը զոհը կրակով բռնկվում են կամ ուրիշ շատ հրաշքներ, օրհնություններ անում, նա կարար որպես մարդ հասեր ինքը իրանով, չէ, հեսա ես կաղոթեմ, հեսա ես sense կանեմ ձեռս կբռնեմ կբժշկվի, ոչ, ինչ է լինի, տարիներով լինես հավատքի մեջ, կարող է քո մոտ 100 անգամ էլ ստացվել է մի բանը, բայց էլի վստահի Տիրոջը, որովհետև առանց Տիրոջ ոչինչ ես։ Առանց Տիրոջ չեն կարող մենք զորություն անենք, մենք Տիրոջով ենք այն ինչ որ կան։ Նրա շնորհքն է, այն հավատքն էլ, որ այսօր ես ու դու ստեղ ենք, Տերն է դրել մեր մեջ։ Ամեն։ Դրա համար նա գրված է վեր կացավ նրա վրա եւ երեխան 7 անգամ փռշտաց եւ երեխան աչքերը բացեց եւ առողջացավ։ Էլի մի լավ պատմություն, որ մեզ օրհնում է, որ մեզ սովորեցնում է, երբ որ մեր կյանքում լինում է դժվարություն, թե հիվանդություն, ինչ որ մի բան, գնանք դեպի Տերը, Աստծո տուն, Աստծո մարդու մոտ, նրա ներկայության մեջ, աղոթքով։ Միասին կարդանք Երեմիա 17:7 իմ սիրած տեղերից մեկն է։ Ուրեմն բացենք Երեմիա 17:7-ից 8 կարդանք։ Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում, եւ Տերն է նրա հույսը։ Նա նման կլինի մի ծառի, որ տնկված է ջրերի մոտ, նա իր արմատները կգցե գետերի մոտովը եւ չի տեսնի տաքությունը եղած ժամանակը, այլ նրա տերևները կանաչ կլինի եւ երաշտ
տարիներին նա չի վախենա եւ չի դադարի պտուղ տալուց։ Օրհնյալ այն մարդը, որ Տիրոջն է վստահում, Տիրոջն է ապավինում։ Դրա վերևում գրված է, որ անիծյալ լինի այն մարդը, որ մարդուն է։ Չէ՞, մենք շատ անգամ ասում ենք, այս բժիշկի միջոցով է մենակ այս լուծումը։ Այս մարդու միջոցով իմ հարցերը կլուծվի։ Այս բանկը, այս մարդը որ աշխատում է, ոչ։ Եթե Տերը չկամենա, ոչ իման չի լինի, սիրելիներ։ Եթե Տերը քաղաքը չպահի, այն պահապանները զուր են այնտեղ կանգնած, Տերն է անողը։ Դա պետք է լինի մեր գիտակցության մեջ, մեր սրտի մեջ, Տերն է անողը։ Առանց Տիրոջ ոչ մի բան։ Դա համար ասում օրհնյալ լինի այն մարդը, որ իր ամեն քայլում, ամեն ինչում վստահում է։ Նորից եմ ասում, մենք մարդ ենք, պահա լինում ենք, այդ պահին սայթակում ենք, անցնում ենք, բայց որ չթողենք այդ շատ ժամանակ անցնի։ Մի անգամից ոնց որ այդ կինը գնաց, գիտեր ուր է գնում, ինչի համար է գնում։ Գնում եմ Աստծո մարդու հետևից, գնում եմ Տիրոջ առաջ իմ երեխայի փրկության համար։ Մենք ունենք ժամանակ, չեմ երկար չլինի, ուզում եմ մի վկայություն էլ անեմ, երևի նոր վերջացնեմ, էլի տեղեր ունեմ, բայց գիտեմ շոքա։ Կարող է լսել եք, երևի ես մի անգամ էլ եմ վկայել իմ փոքր զավակի Էմանուելի դեպք էր կատարվել, ուրեմն տարիներ առաջ մենք գնում ենք Օստենդ ծով, մի օր այնտեղ լավ օր անցկացնելու, երևի շատերը տեղել եք Օստենդում, ուրեմն ջուրն է, ավազա, ու ջուրը նենց հա, որ մի անգամից խորանում է, շատ տեղեր, չգիտեմ, այդ տեղը որ գնացել ենք, հիմնականում բոլոր ափերը տենց են, որտեվ երբ որ գնում ես Իտալիա կամ Իսպանիա, տեղեր կան, ասած մի, չգիտեմ, կիլոմետր երևի ասեմ, չչափազանցնեմ, գնում ես հələ գոտկա տեղից 10 ես ուր է, ու լինում է որ ջուրը այնքան պարզ է, որ ամեն ինչ տեսնում ես, նայում ես կեն ձկներին էլ կարաս գունավոր տեսնես, բայց Օստենդում այդ հյուսիսային ծովն է, այդտեղ պղտոր է շատ ջուրը, չես էլ տենում ինչ է, մի մետր այն կողմ չես տենում, թե ինչ է կատարվում, ուրեմն մենք վերցրել էինք մեր հետ Էմանուելը, ուրեմն երևի 2.5 տարեկան էր, դա 2012 թվականին էր, այդտեղ վեդրոներ, ինչ որ այդ բան փոքր խաղալու, ինքը նստեց սկսեց ավազի վրա խաղալ, հիշում եմ, sense փոս էր արել, ինչ որ տղյակ էր սարքել, հա։ Ու այդ ժամանակ Օֆելիայի մաման էլ էր այստեղ, հյուր էր եկել մեզ, մեր մոտ, մի ամիս, երկու ամիս, ինքն էլ էր մեր հետ, ինքն էլ էր նստած։ Հա, մեր աչքի դեմ Էմանուելը խաղում է, այդտեղ բոլորով իրար հետ ենք ու մենք ծովից շատ հեռու չենք, որտեղ լինում է որ ծովը երեկոյան այդ հյուսիսային ծովը լինում է որ ինքը հետ է գնում, քո նստած տեղից մեկ էլ եթե քունը տանի վիշապ զարթնես, կտեսնես, չգիտեմ, ծովն ուրա գնացել։ Հա, բայց չէ, ծովը մոտ է, ոնց որ տեղից մինչև այդ պատը կամ շատ հեռու չէր։ Ես ու Օֆելիան գնացինք, որ մտնեինք, լողանայինք ջրի մեջ, բայց Էմանուելը մեր մոտ էր ու իր մաման էլ էր, դե ասեցինք, որ նայի, Էմանուելը հանգիստ խաղում էր։ Ու կարճ ժամանակ էր անցել, հետ եկանք, Օֆելիան երևի նկատեց, որ Էմանուելը չկա։ Մամա ուր է հարցնում է, չկա։ Հետո մեր մյուս երկու տղաներն էլ էին մեր հետ, ուր է չկա, Էմանուել ուր է չկա։ Սիրելիներ, մի անգամից հետ վազեցինք ծով։ Սկսեցինք ծովի մեջ նայել։ Գիտեք, չգիտեմ, երևի 20 րոպե է տևել, կարա որ Էմանուելին չեն գտել 15 րոպե, չեմ կարա հիշեմ, որտեվ այդ պահերին քեզ թվում է, չգիտես, կարճ ժամանակը թե երկար է, ոնց է ստանում այդ պահը, կարելի ասել մենք վախի մեջ ընկանք։ Եթե մի պահ պատկերացնես, իրելիս, երբ որ ծովա, խորը ծովա, 2 տարեկան մի քանի ամսեկան երեխա է, որ ոչ լողալ գիտի, եթե մտավ ծովը խորն է, ու գնում ենք ծովը, գոռում եմ Էմանուել, իմ կինը գոռում է Էմանուել, էլ արդեն այնքան են գոռում, նայում ենք ծովին ու պահ եկավ, որ ասում եմ, կարող է ծովի մեջ խորտակվել է։ Միտք է գալիս, ինչ մտածես, ելներ, ինչ ան, չգիտեմ, այդ պահին ինչ մտածես, չկա երեխեն, չկա։ Վազում ենք մի 10 մետր են կողմ, մի 20 մետր են կողմ, այդ ծով ափով ու չափազանցնեմ այնքան էի գնացել եկե վազել, այդ պահին ես չգիտեմ, ոնց որ ես չլինի, ես վազում եմ, բայց ոնց որ Արսենը չլինի, ու իմ համար բոլորը այդ լողազգեստներով ոնց որ նույն մարդիկ են։ Էլ չգիտեմ, ես մարդուն հարցրել եմ, դու տեսել ես փոքր երեխա, թե չէ։ Գնում, գալիս եմ երևի նույն մարդկանց հարցնում եմ ու ոչ մի նորություն չկա Օֆելյան իրա կողմից։ Գիտեք, այդ օրը ընդհանրապես լինում են, բայց ես չեմ տեսել Օստենդում,
որ մեկը նստում է այդ մի քիչ բարձր, չէ, վիշկի վրա, ու ինքը տեսնում է ամեն ինչ, կամ լինում են այնտեղ օգնության համար, որ երպես մեկը խորտակվի, կամ էլ միկրոյով, միկրոֆոնով իրանք խոսան, ասեն, «Էս ինչ երեխեն է կորել, ով է տեսել, չկա»։ Բարձրանում են վերև, եթե ով որ օստենդում եղել է այդ քաղաքում, մի քիչ վերև է, չէ, երբ որ ծովափն է, այդտեղ են վազում, ուր վազում եմ, չգիտեմ քանի կիլոմետր են վազել այդ ընթացքում, որ մեկին գտնեմ, մի հույս տա, մի բան ասի, կամ մի բան հաղորդի, որ իմանանք ուր է։ Մի խոսքով նայեցին կողքերը ու որպես ծնող իրոք դժվար պահ ենք ապրում, չգիտենք գողացել են, ծովնատարել, նորից եմ եկել ծով, ժողովուրդ նորից եմ նայում ծովին, կարող է մեջնա, կարող է երևա։ Իրոք շատ դժվար մտքեր, ու գիտեք, այդ պահին սկսեցի աղոթել։ Հետո այսօր շատ տեղեր կարդացինք, խոսացինք, որ աղոթքն ինչ է անում ու ինչ է փոխում, ու իմ մեջ հույս եկավ։ Սիրելիներ, երբ որ ես սկսեցի աղոթել, Աստված իմ հետ խոսաց ու ասեց. հանգիստ տեղի, Էմանուելը կգտնվի։ Ու երբ որ սկսեցի աղոթել ու այդ պահին դու արդեն ուրիշ ձև ես աղոթում, ոնց որ իրոք Աստված քո ընկերն է, կամ նաև միաժամանակ քո ընկերն է, բայց ինքը ամենուրեք է, ինքը զորավոր է, ինքը Աստված է, ասում Տեր, գտիր, ցույց տուր իմ երեխուն, որտեղ է, դու գիտես, վերևից ամեն ինչ լավ է երևում, ժողովուրդ։ Աստված ամենուրեք է, ամենտեղ է։ Ու երբ որ այդ աղոթքն արեցի, Աստված իմ սրտին դրեց, որ կգտնվի Էմանուելը։ Մի քիչ հուսով լցվեցի, երբ որ եկա, Օֆելյան գտա, ինքն էլ ամեն մեկս տարբեր տեղեր ենք վազում, Օֆելիայի մաման էլ, ու չգիտեմ քանի րոպե էր անցել, Օֆելիայի մաման գոռում է. «Արեք ստեղ», դե ինքը անգլերեն չէր խոսում, հոլանդերեն, ուրեմն ինքը գնացել էր, երբ որ խառնված կին է, չգիտի ինչ անի, այդ պահին էմոցիաներն էլ չգիտեմ, մարդ չի զսպում, չի կարա, չէ, ինչ է կատարվում, որտեվ 2 տարեկան երեխա մտածում ես ինչ ա եղել։ Ծովի մեջ է, տարել են, խեղդվել է, ու ինքն ասեց ստեղ, մենք վազեցինք, ուրեմն մի կին տեսնում է, որ Էմանուելը խառնված արդեն երևի ինքը գիտակցել է, որ էլ մաման պապան իր հետ չեն, չկա, ուր է 2 տարեկան, ու կարքին չգիտեմ խոսում է թե չէ, չեմ հիշում այդ ոնց որ այդքան էլ չէ, ու չկա, այդ կինը իրան վերցնում է, պահում է իր երեխեքի հետ, այդտեղ նստացնում է, մինչև մի բան լինի։ Բարդ Տիրոջը։ Ու մենք ուրախացանք, փաթաթվեցինք այս պահին։ Էմանուել ջան, ուր էիր, այդ ոնց եղավ, վարկյանում կորեցիր, շնորհակալություն հայտնենք այդ կնոջը, խաղաղվեցինք, սիրելիներ, դժվար պահեր ենք ապրում, բայց երբ որ դու աղոթում ու վստահում ես Տիրոջը, Տերը ցույց է տալիս։ Տերը սովորեցնում է իրան վստահել դժվարին պահերին։ Շատ կարևոր է։ Փառք մեր Տիրոջը։ Շատ կարևոր է, որ խաղաղությամբ լսվես այս պահերին։ Մարդը կարա պանիկայից, այս դժվարությունից ինչ ասես իր հետ լինի։ Բայց մենք ունենք Աստված, ոնց որ սկզբից ասեցի, Աստծո խաղաղությունն ամեն ինչ վեր է։ Երբ որ դու խաղաղվում ես, գիտեք այդ պահին, երբ որ մենք մարդուկին նստեինք ու լացեինք, որովհետև պատմություն կա, երբ որ Դավիթը գալիս է Սիկելակ, չէ, գրվածավորեկան տեսան թշնամին բոլորին տարել էր, սկսեցին այնքան լացել, գրվածավոր էլ ուժները կորցրեցին։ Էլ այնքան ինչ դրանից առավելություն, ինչ մի բան։ Դրա համար ես նորից եմ ասում, հաճախ մենք մոռանում ենք, որ մենք ունենք Աստված, որ մենք կարանք վազենք իր մոտ, աղոթքով, ընթրվածքով, Տեր, ցույց տուր, Տեր, օգնիր, Տեր, ինչ անեմ։ Տերը սովորեցնում է, որ մենք իրան վստահենք։ Դա մի հիանալի բան է, երբ որ դու մեկին վստահում ես։ Թող օրհնվի մեր Տիրոջ անունը միշտ ամեն տեղ։ Աստված ուզում է խոսա ամեն օր քո հետ։ Աստված հոգ է տանում մեր ամեն մանրունքների համար։ Ու Աստված գիտի ինչքան մաս կա մեր գլխի վրա։ Գիտի ամեն ինչ։ Բա ոնց չսիրենք, որ չծառայենք այդպիսի Աստծուն։ Փառք նրան, արեք աղոթենք միասին։ Խնդրենք, որ Տերը մեզ լցնի հավատքով, զորությամբ, իմաստությամբ, որ իմաստությամբ շարժվենք։ Աղոթենք միասին։ Սիրելի Աստված, փառք քեզ ամեն ինչի համար։ Դու ես մեր ամենը։ Շնորհակալ ենք Տեր ջան, որ դու մի օր եկար մեր կյանք, Տեր,
կանչեցիր Տեր ջան մեզ, դրեցիր քո թագավորության մեջ Տեր ջան, հագցրեցիր սպիտակ հանդերձներ Տեր ջան, մաքրեցիր, սրբեցիր Տեր ջան, լցրեցիր հույսով ու հավատքով Տեր ջան։ Դա մեզանից չի, դա քեզանից է, դա քո շնորհքն է, սիրելի Աստված։ Ու մենք շնորհակալ ենք Տեր, որ դու արժանացրեցիր քո զավակները լինելու Տեր ջան։ Մենք քո զավակներն ենք Տեր ջան, մենք քո ծառաներն ենք Տեր ջան։ Շնորհակալ ենք, երախտապարտ ենք ամեն ինչի համար Տեր ջան, որ այսօր մենք կարող ենք կանգնել քո առաջ Տեր ջան, մեր սիրտը բացել Տեր ջան, մեր դժվարությունները բերել քո առաջ, մեր գոհությունը բերել քո առաջ քո Տեր ջան, գոհանալ քեզանից ամեն ինչի համար շնորհակալ ենք սիրելի Աստված, ամբողջ փառքը քեզ Տեր ջան, խնդրում եմ առաջնորդիր ամեն մեկից Տեր, թող մեր ճանապարհները հաճելի լինի քեզ Տեր, թող մեր արած գործը, արած ծառայությունը հաճելի լինի քեզ Տեր ջան, մեր ապրած կյանքը հաճելի լինի Տեր, փոխիր մեզ Տեր ջան, որ մենք փոխված լինենք Տեր ջան, որ մեր վրայից գային անուշահոտությունը Տեր ջան, քո անուշահոտությունը Տեր ջան, մեր մեջ, մեր աչքերի մեջ տեսնենք քեզ Տեր ջան, դու կանչել ես քո գործերն անելու Տեր, մենք պատրաստ ենք, մենք ուզում ենք Տեր ջան, լինել օրինակ, անել քո գործերը Տեր, ու քո օգնությամբ մենք հաղթող ենք, քո օգնությամբ մենք կարող ենք Տեր ջան, Հիսուս, շնորհակալ ենք ամեն բաների համար, օրհնիր ամեն մեկին Տեր ջան, օրհնիր քո եկեղեցին, ժողովրդին Տեր ջան, քո սերը, խաղաղությունն, օրհնությունն ու հաղորդակցությունը լինի մեր բոլորի հետ, թող փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, ամեն, Տիրոջ առատ օրհնությունը ձեր բոլորի հետ սիրելիներս